Մյուս առօրյուն շարունակվում է, ողջունում ենք մեզ նոր միացած հեռուստադիտողներին եւ առասարակ բոլորին առաջարկում ենք մնալ էկրանների մոտ առաջիկա 15 րոպեն, որովհետեւ վստահ եմ յուրաքանչյուրի կյանքում եղել է մի պահ, մի դեպք, երբ որ ձեր մտքով անցել է ու հասկացել եք, որ դուք ունեք այդ էներգիան, ռեսուրս, հնարավորությունները ինչ-որ բիզնես սկսելու, բայց շատ անգամներ հետ եք կանգնել, այդ մոտիվացիան չկա, այդ գիտելիքը չկա ու այսօր կփորձենք իհարկե հնարավոր 15 րոպեի մեջ այդ ամենի մասին խոսել է բարդ է ու անհնարին, բայց մաքսիմալ արագ շատ կարևոր կետերին կանդրադառնանք ու ով է մեր հյուրը։ Եվ այսպես նոր գիրք հաջողության թաքնված կողմը եւ պրոակտիվ առաջնորդ գրքերի հեղինակից համարյա 2 ամիս է ինչ անցել է LinkedIn 101-ը հրատարակվել է եւ սկսել է իր ինքնուրույն ճամփորդությունը։ Ինչ խնդիր է լուծում այս գիրքը, արդյոք այն նախորդների տրամաբանական շարունակությունն է եւ ինչպիսի արձագանքներ արդեն կան եւ ինչ նպատակ է ունեցել հեղինակը կպատմի հենց նա։ Իսկ մեր հյուրն է Targeting ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն LinkedIn 101 գրքի հեղինակ Գոռ Կարապետյանը։ Բայլույս։ Մենք ինչ լավ ենք կարծում։ Արդեն շատ լավ ներկայացրեցիք։ Մի մասը ես նույնիսկ ես չգիտեի։ Շատ խելացի եւ ինֆորմատիվ անձնավորություն է։ Կարդացի։ Կարևորը ստացվում է կարդալ։ 2016-ից դուք կաք արդեն այս հարթակում ու բազմաթիվ խորհուրդներով առաջին ձեր ընկերներին, ձեր շրջապատող սկսնակ բիզնեսմեններին, փորձառու բիզնեսմեններին, LinkedIn Local, Pekin, Los տարբեր առաջարկներ, խորհուրդներ ու դուք հասկացաք, որ եկավ այդ պահը, որ այդ ամենի ինչը, այսինքն ավելի լավ կլինի հավաքել միտեղ, այո, շատ ճիշտ փաթեթավորել եւ շատ ճիշտ մատուցել։ Դա այդպես ստեղծվեց։ Շատ լավ ներկայացրեցիք, ավելի լավ, քան ես կարող էի, շնորհակալ եմ։ Լավ ինֆորմացված եք։ Իրականում այո, ինչպես նշեցիք, մոտ 10 տարի արդեն ես հարթակում եմ, բայց երբ որ սկսեցի արդեն գործարարությամբ զբաղվել եւ նաեւ միջոցառումներ կազմակերպել LinkedIn Local 24 թվականից Երևանում, արտասահմանում, ես հասկացա, որ Հայաստանում LinkedIn-ը սխալ են կալվում։ Շատ այդ երբ որ հանդիպում զրուցում եմ, շատերի մոտ, այդ թվում նաև գործարարների, բիզնես առաջնորդների, այնպեսի ընկալում է, որ LinkedIn-ը աշխատանք փնտրելու տեղ է կամ աշխատանքային հայտարարություն տեղադրելու տեղ է, բայց ոչ, շատ ավելին է LinkedIn-ը։ LinkedIn-ում գեներացվում է ամբողջ, ես մի քիչ մարքեթինգային տերմիններ օգտագործեմ, B2B lead հասկացողություն կա, այսինքն պոտենցիալ հաճախորդների մեծ մասը B2B սեգմենտի համար։ Ու սա շատ հրաշալի դիրքավորման, կապեր ստեղծելու եւ network ընդլայնելու հարթակ է։ Դրա համար ես վերցրել եմ այսպես ասած այդ առաքելությունը պրոպագանդելու այս սոցիալական ցանցը, հատկապես Facebook-ի, Instagram-ի ես միշտ այսպես եմ ասում, Facebook-ը տոքսիկ միջավայր է, Instagram-ը ուտոպիստական է, սա բիզնես իրականություն է, որի կարիքը մենք շատ ունենք։ Ես գիտեմ, որ մոտ տարի ու կես, եթե մի փոքր ավել, միգուցե դուք աշխատել եք այս գրքի վրա, ու երբ որ հրատարակվում էր այս գիրքը, ես վստահ եմ, որ ձեր մեջ այդ տարի ու կեսվա ընթացքում դուք մտածում եք որքան մատչելի ու հասանելի տալ պրոդուկտը, որովհետև մաքսիմալ տերմիններով ու ձեր այլ մտածելակերպով ներկայացնելը միգուցե շատ-շատերի համար անհասանելի լինի, անհասկանալի լինի ու ձեր ասածի պես մարդիկ վերցնեն ընթերցեն, ասեն չգիտեմ, բայց ես բան չհասկացա։ Ու իմ կարծիքով ամենադժվարը հենց դա է, ինչպես ձեր ուրիշ երևակայությունը, ուրիշ ֆանտաստիկ մտածելակերպը փոխանցել ավելի հասանելի ու ավելի մատչելի։ Լավ անկյուն եք վերցրել։ Տեսեք, իրականում շատ ճիշտ եք։ Բաց ասեմ, գիրքը բոլորի համար չէ։ Ես որքան էլ այն պարզեցնեմ, մատչելի դարձնեմ, ինքը ունի իր սեգմենտը։ Հենց ենթավերնագրի մեջ նշված է, որ բիզնես առաջնորդների համար է նախատեսված։ Այսինքն, իհարկե, ցանկացած մարդ կարող է օգտվել հնարավորությունից, բայց սեգմենտը, ում համար գիրքը գրված է, այն մարդիկ են, ովքեր զբաղվում են գործարարությամբ կամ ղեկավար պաշտոն ունեն։ Ում դեպքում գալիս է անհրաժեշտություն ազգային, այսպես ասած, բրենդինգի, որի համար ես առաջարկում եմ LinkedIn-ը։ Ես շատ ֆիդբեքներ եմ ստանում, որ մենք չենք հասկանում դու ինչ ես խոսում։ Իսկ ընկերների շրջանակում, երբ որ հրապարակումներ են կարդում, տեսեք դուք որոշակի ուսումնասիրել եք ու լավ յուրացրել եք, բայց շատերը չեն յուրացնում, իսկ պարամետրերը չեն ընկալում։ Դրա համար LinkedIn-ը մի հետաքրքիր տերմին ունի
find the right people, գտիր ճիշտ մարդկանց։ Սա ճիշտ մարդկանց համար, բոլորի համար չէ, սա ճիշտ մարդկանց համար։ Եթե անկեղծ ես մեր հրստատողի մեջ չեմ կարողանում պատկերացնել որքան զանգվածն այդ ճիշտ մարդիկ, նորից բոլորը կարող են սա կարդալ եւ վերածել արդյունքի բավարար նպատակասլացության դեպքում, բայց առաջնային սեգմենտը նրանք ղեկավարներն են, գործարաններն են։ Այդ ֆիդբեքը ասեցիք, ես վստահ եմ, որ դուք այս ամիսների ընթացքում արդեն մոտ 2 ամիս է, չէ՞, որ գիրքը կա, դուք եւ ֆոտոներ, եւ մեսեջներ, ինչ ասես ստանում եք գրքի վերաբերյալ, ու ամենը իր կարծիքն է հայտնում ձեզ, բայց իմ կարծիքով ձեր համար ամենաառաջնային ու կարևորը, որ այս միջոցով շատերը կգտնեն ինչուների եւ ինչպեսների ճիշտ պատասխանը ու հենց ինչպես որ քիչ առաջ նշեցիք, իրենք կկարողանան գտնել ճիշտ մարդկանց։ Այո, եթե հետադարձ կապերի թեման շարունակեմ, վերջերս մի գործար ընկեր ունեմ, ով մի քանի գործունեությամբ է զբաղվում, ճամփորդում էր, ինքնաթիռի մեջ կարդացել եմ մոտ 2-3 ժամում, ու ասաց, եթե քո նպատակն է եղել ստեղծել քայլ առ քայլ ուղեցույց, ուրեմն դու հաջողվել ես, ես ասացի, այո, հենց դա էլ եղել է իմ նպատակը։ Այսպես, այսինքն տվյալ դեպքում, այո, գիրքը գտել էր ճիշտ մարդուն գտել էր գիրքը ու իրանք եկել են ներդաշնակության մեջ։ Այդ քիմիան ստացվել է։ Ինչպես անձնային բրենդը վերածել բիզնես գործիքի։ Սա արդեն առաջնորդ հաջողակ բիզնեսմենների համար է, թե սա սկսնակ բիզնեսմենների համար է, ու արդյոք սա նաև կօգնի այն ընթերցողին, որ նա կհասկանա այս գիրքը կարդալուց հետո ինչու ես չկամ, ինչու ես կապ չունեմ LinkedIn-ի հետ։ Ու նաև կուզեմ մի փոքր ավելի բացեք, ես գիտեմ ամեն մի գլուխը ավարտվում է մի ինչ-որ դասական հարցով։ Արդյոք այդ 101-ի հետ կապ ունեն հենց այդ հարցերը։ Առաջի հարցը, սկսնակների մասով, իրականում ես ասացի, առաջնային սեգմենտը գործարաններն ու ղեկավարներն են, բայց նշեմ, որ ցանկացած մասնագետ, նույնիսկ մեր սրահի ձևավորողը կարող է LinkedIn-ը կիրառել իր մասնագիտական դիրքավորման համար։ Հետևաբար դու քո ճամփորդության որ հատվածում ես, այդքան էական չէ, այլ էականը նա, թե երբ որ դու գիտակցում, որ արժե այս գործիքն օգտագործել։ Դրա համար ես նշել եմ, որ սա գործիք է։ Իսկ գործիքը հասանելի է բոլորին, զուտ պետք է գիտակցել գործիքի ոնց էր արժեքը, որտեղ ինչ հնարավորություն է տալիս։ Դու վերստում ես, ինչպես դուք նշեցիք, փաթեթավորում ես քո մասնագիտական հմտությունները եւ դրա շուրջ ստեղծում ես բովանդակություն։ Եվ դրանով դու գրավում ես ուշադրություն։ Այսօր մենք ապրում ենք մի շրջանում, որը կոչվում է ուշադրության տնտեսություն։ Բոլորը պայքարում են մեր ուշադրության համար։ Ու եթե դու ստեղծում ես բովանդակություն, որը գրավում է մարդկանց, գրավում է քո պոտենցիալ, քո ճիշտ մարդկանց, դու ստանում ես համապատասխան արձագանքը։ Գրքերի գլուխների մասով գրքի անունը LinkedIn 101 մի երկու հիմնական պատճառ ունի, 101 ասելով սովորաբար գրականության մեջ նկատի ունեն պայմանական ուղեցույց քայլ առ քայլ, 1, երկրորդը գրքի յուրաքանչյուր գլուխ ամփոփվում է 10-ական եւ վերջի գլուխը 11 հարցով, հանրագումարային 101 հարց է ստացվում, այսինքն եթե ընթերցողը ինչ-որ բան բաց է թողել, հարց ու պատասխան ձևաչափով այդտեղ ինքը գտնում է բաստողած ինֆորմացիա։ Okay, գրքի խնդրեմ, ներողություն, ես։ Շնորհակալ եմ շատ։ Պարոն Կարապետյան, մի հարց ունեմ։ Այսօր շատերը հաջողությունը տեսնում են որպես արդյունք, բայց ոչ, այսինքն գործընթաց։ Գիրքը հաջողության թաքնված կողմը ձևակերպում բավականին հետաքրքիր է եւ կարող ենք ստակասել, որ հենց այդ ամենի մասին է։ Ինչն են մարդիկ հիմնականում բաց թողնում այդ հաջողության ճանապարհին։ Եթե անկեղծ նախ շատ հոգեհարազատ հարց եք տալիս, եթե անկեղծ նպատակը։ Եթե նպատակը հստակ է, չասեմ նպատակը արդարացնող միջոցները չեն կիսում դա, բայց մարդ գտնում է ճանապարհներ, լուծումներ հասնելու իր նպատակին։ Ես ձեր նշած առաջի գրքում այսպեսի մի կիսահումորային ձևակերպում ունեմ, որ Հայաստանում հաջողության հասնելու համար կա 41 կանոն։ Ասեմ բոլորը։ Հետաքրքիր համար 1 նպատակասլացություն, մյուս 40-ը արդեն էական չեն։ Ես այս բառը շատ եմ սիրում, որտեղ իր մեջ երկու միտք կա՝ նպատակ եւ այդ սլանալու ընթացքը պահելու բանը։ Եթե մենք ունենք նպատակ ու բավարար կամք մինչև վերջ գնալու, դա բերում է հաջողության։ Մենք կարող ենք փաստել, որ գրքի գլխավոր ամենակարևոր առաքելություններից մեկը ազդել մտածողության ձևավորման վրա։
թե ոչ։ Որովհետև այսօր ես վստահ եմ, որ դուք էլ այն մարդկանցից եք, ով իր փորձի ճանապարհի ընթացքում եղել են դեպքեր, երբ որ չեք ունեցել ուշ գնալու առաջ սխալներ են եղել ու առասարակ իմ կարծիքով այս աշխարհում ցանկացած լավ բան, ֆանտաստիկ բան ինչ որ ստեղծվում է հենց այդ սխալների հիման վրա ու պիտի համարձակություն ունենաս այդ սխալները հաղթահարելու ու համարձակություն ունենաս կրկին ոտքի ելնելու։ Ես առաջարկում եմ հաղորդումից հետո սուրճ խմենք, շատ հետաքրքիր հարցեր եք տալիս, որովհետև ծավալաբար այնպեսի ստանդարտ հարցեր են տալիս գրքի ստեղծման եւ այլ թեմաներով։ Հարցը շատ բազմաշերտ է, որ խնդրեմ պարզ կձևակերպեք։ Առաջինը կարծում նշեցի, որ առաջին հերթին ամենամեծ առաքելություններից մեկը, որ գիրքը ազդում է մտածողության ձևավորման վրա։ Շատ ճիշտ եք ընդգծում։ Գիրքը նախատեսված է, որ ինքը պետք է լինի շատ տեխնիկական, որտեղ ինքը սոցիալական ցանցի մասին է, բայց երբ որ դու գրքի նախաբանը եւ առաջի գլուխը կարդում եք, սկսում եմ այն թեմաներից, թե օրինակ դու քեզ ինչ առարկա ես նմանեցնում։ Այդպիսի հոգեբանության մեջ բան կա, երբ որ դու պետք է փորձես գտնես քո կյանքի բառը, քո կյանքի երևույթը, որ օգնում է որ ինքդ քեզ ու ես կիսվում իմով սփոյլ չանեմ, բայց որպես օրինակ։ Ու սա օգնում է, որ դու ինքդ քեզ հասկանաս ոնց ես ընկալում, որ հետո կարողանաս դա արտացոլել, այսպես ասած, փաթեթավոր, որպեսզի ուրիշներ ընկալեն։ Դրա համար, այո, ինքը մտածողություն ձևավորող է, այսինքն սկսում եմ շատ խորը փիլիսոփական կարելի ասել խորքերից, գալիս եմ մինչև ինչ-որ կոճակ սեղմելու կետի, բայց որպեսզի կոճակը սեղմելը արդյունավետ լինի, ես խոսում եմ ավելի խորքային թեմաներից, որոնք ընդ որում ոչ միայն LinkedIn, ցանկացած սոցիալական ցանցում, նույն սոցիալական ցանցերից դուրս մեր հանրային կերպարը ձևավորելու մեջ շատ կարևոր է։ Իրականում հենց հաջորդ հարցը հենց այդպեսին էր, որ այսօր շատերը շատ ակտիվ են եւ սոցցանցերում, բայց ոչ բոլորն են կարողանում, այսինքն կառուցել այդ մասնագիտական բրենդ ասվածը։ Այո, եւ որն է հենց այդ ամենատարածված սխալը, որ մարդիկ անում են LinkedIn-ում։ Ահա։ Այսպեսի մետաքրքիր արտահայտություն կա, ասում եմ, ամեն ինչի մասնագետը ոչ մի բանի փորձագետ է։ Այսօր գայթակղություն կա ամեն ինչ լինելու, որտեղ հնարավորությունները շատ են, համացանցը հնարավորություն տալիս է, ու հատկապես LinkedIn-ում այն է խնդիրը, երբ որ մարդիկ փորձում են ամեն ինչի մասին խոսել ու իրենց ներկայացնել որպես թերի գիտելիքներով։ Հա, ամբողջագետ, այսպես ասենք, բայց այս հարթակում եւ ընդհանրապես աշխատում են նա, երբ որ դու ունես մի հստակ ասոցիացիա, քեզ ինչի հետ ես ասոցացնեմ։ Կարելի ասել մարքետոլոգ, բայց շատ մարքետոլոգներ կան։ Երբ որ դու ասում ես ես հորեկա ոլորտի կամ B2B ոլորտի մարքետոլոգ եմ, դու արդեն նիշա ընտրեցիր, կամ եթե դու ասում ես, որ ես ռեստորանային ոլորտի կամ բիզնես միջոցառումների ոլորտի մարքետոլոգ եմ, դու միանգամից առանձնանում ես, քո հաճախորդները քիչ են, բայց քո վարձատրությունը բարձր է ու դու հիշվող ես։ Գալով ձեր հարցին, սխալը այն է, որ գայթակղություն կա ամեն ինչ լինելու։ Պետք է ընտրել մեկ հստակ նիշա առնվազն սկզբում եւ փորձել վարպետանալ դրանում ու այդ նեղ նիշայում փորձել դառնալ լավագույնը։ Դուրս գալ մրցակցությունից լրիվ ուրիշ լիգա, ոչ թե մրցակցել մրցակիցների հետ, այլ դուրս գալ ուրիշ լիգա։ Սա իրոք աշխատում է, երբ որ դու ճիշտ նեղ ուղղություն ես վերցնում։ Այս է ամենամեծ խնդիրը LinkedIn-ում։ Իսկ դուք համակարծիք եք այն մտքով, որ ինքդ քեզ հետ պիտի մրցակցես։ Ես այդ բրկով ապրում եմ։ Ես ևս։ Կարենը։ Ես շատ սիրում եմ ինքս ինձ հաղթել, ինքս ինձ համոզել, ինքս ինձ հետ բանակցել։ Նոր մարտահրավերներն այդ։ Այո, իրականում եւ բոլորս էլ մեր առաջին լսանը ինքներս մենք ենք, երբ որ ինչ-որ մի գաղափար կամ ինչ-որ երևույթ փորձում ենք կոմունիկացնում ենք մեզ ու մեր էմոցիոնալ եւ ռացիոնալ ոնց որ կողմերը բանակցում են ու գալիս են ընդհանուր որոշման, այդ արդյունքը ավելի հեշտ է լինում ուրիշների հետ կիսվելը։ Դրա համար կարծում եմ դա բոլորն էլ ունեն, այո, ես այդ միտքը կիսում եմ։ Եվ կարծում եմ պետք չէ համեմատվել մյուսների հետ, որովհետեւ պետք է միշտ հաշվի առնենք այն փաստը, որ ամեն մարդ սկզբնական կետը, այսինքն այլ է յուրաքանչյուրիս մոտ, եւ մրցակցեք հարգելի հեռուստադիտողներ ինքներդ ձեզ հետ եւ հաղթեք ձեզ։ Կրկին, եթե դուք գտեք ուզում կրկին անդրադառնանք,
Ես կուզեի, եթե կա գլուխներից մեկը առանձնացնեիք, ես մտածում եմ օրինակ կարևոր ու շատ անձնական չեմ ուզում ասել, որովհետև իմ կարծիքով ամբողջությամբ է անձնական, որովհետև ամեն մի գլուխ սկսվում է իրական պատմությունով, ձեր կյանքից, ձեր ընկերների կամ ինչ-որ ծանոթ բիզնեսմենների եւ այլն եւ այլն։ Բայց կարող ենք ինչ-որ գլուխ առանձնացնել, որը որ ձեզանից ավելի շատ ժամանակ է խլել, որի վրա ավելի շատ է կենտրոնացել, որը որ ինչ-որ կերպ կարող ենք առանձնացնել։ Սուրճը պարտադիր է լինելու։ Իրականում, եթե անկեղծ, վերջի մասնապես 4-5 գլուխը շատ ծանր տրվեց, դա դեկտեմբեր-հունվարն էր, փոքրիկ տղաս մի օր տանն է մնացել, ասեց պապի վանդես, դեմքիս բան չկար տեսք, որտեղ ինքը շատ ծանր աշխատանք է։ Կդժվարանամ ընտրեմ, բայց տեխնիկապես երևի թե 6 եւ 7-8 գլուխներն են, եթե չեմ սխալվում, կամ 5-6, որտեղ հիմնականում խոսում եմ բովանդակություն ստեղծելու մասին։ Էլի գալիս եմ փիլիսոփայական մակարդակից, ինչա բովանդակություն, ինչպես կարելի է ստեղծել, մինչև ամենատեխնիկական բանաձևերը, քան որ այդտեղ տեսակները շատ են, ու ես բավական մանրամասն փորձել եմ ներկայացնել այդ ամեն ինչը, թերևս ամենածանրը այդ գլուխներն են եղել եւ թերևս ամենաարժեքավորներն են։ Շնորհակալ ենք շատ, ցավոք սրտի, կարծես թե նոր էինք ասում բարև ձեզ, բայց այդ 15 րոպե։ Մենք սուրճ ենք հավանաբար։ Դուք հեսա մենք հաջորդ հյուրին կընդունենք, ձեզ կհյուրասիրեն սուրճ, մինչև մենք ավարտենք։ Շնորհակալ ենք ձեզ շատ, շնորհակալություն, որ ժամանակ հատկացրեցիք, գիտեք, որովհետև այս կյանքում ամենաթանկը ժամանակն է ու այսպես այս կողմ այն կողմ դեն այդ ժամանակը Սիրով, շատ հաճելի։ Դուք այն մարդկանցից եք, ով շատ հստակ, շատ ճիշտ կարգավորում է իր օրը եւ իր ժամանակը։ Եվ եթե չեմ սխալվում 7:45 post ունեք արել եք։ Այո, պարտադիր։ Շնորհակալ ենք շատ։ Ես մեկական միջեցնենք մեր հյուրներ Targeting ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն LinkedIn 101 գրքի հեղինակ Գոր Կարապետյանը։ Այս գիրքը եւ այլ գրքեր առհասարակ կարդալը պետք է, որովհետեւ ցանկացած հաջողակ մարդ, ուժեղ մարդ, կապ չունի որ բնակավարում, որ ոլորտում նա կարդում է պարտադիր։ Նա ոչ թե պարզապես ունի այդ շքեղություններն ու բոլոր հնարավորությունները, նա կարդում է ու կարդում է լավ գրքեր ու ֆանտաստիկ գրողների կողմից։ Շնորհակալ ենք շատ։ Իսկ մենք անցնենք առաջ, շատ արագ կընդմիջվենք ու ընդունենք արդեն մեր հաջորդ հյուրերին։